Ստոխավությունը օրից վրա համչի։ آرامش خدا بر همه ما باد. Խաղաղությունը մտքից վեր բան։ که آرامش از فکر انسانی بالاتره. Բոլոր մարդիկ էլ խաղաղություն են խնդրում, تمام مردم صلح و صفا جستجو میکنن. բայց խաղաղության փոխարեն դառնություն են գտնում։ ولی به جای آرامش تلخی پیدا میکنن. Սուր աշխարհը ուզում է խաղաղության պայմանագրեր կապի։ امروز دنیا میخواد که عهدنامه های صلحجویانه عقد بکنه. Պետությունը պետության մեջ։ دولت با دولت. Բայց դա չի աջակցվում։ ولی موفق نمیشون. Շատ տարիներ առաջ հայրենական մեծ պատերազմի ժամանակ سالهای زیاد در جنگ دوم جهانی Գերմանիան սովետական պետության հետ դաշնակից էր։ կապեց։ کشور آلمان با شوروی پیمان صلح بسته بود. Բայց մի շաբաթ հետո ուխտադրուժ եղավ։ ولی بعد از یک هفته و پیمان خودش رو شکست و حمله کرد. Որտեղ դա մարդկային իմաստություն է։ برای اینکه این یک حکمت انسانی بود. Ավետարանն ասում է այնինչ մարմնավոր է դա մահաբեր է։ و انجیل میگه اون چه نفسانی است مرگ به بار می آورد. Բոլոր մարմնավոր մտքերը, թեկուզ հանճարեղ մտքերը դրանք միայն մահ են բերում։ تمام حکمت های انسانی که خیلی با حکمت باشن مرگ می آورد. Ավետարանում մի գեղեցիկ պատմություն կա, որ ուզում եմ նայել։ در انجیل یک داستان شیرینی وجود داره که میخوام براتون نقل بکنم. Դա մի մարդու մասին է, որ ինքը այդ տարի հարուստ բերքեր է ստացել։ برای یک کسی است که اون در اون سال محصولات خیلی زیادی به دست آورد. Ավետարանն ասում է, որ այդ ազնվորությունը շատ բերք է ստացել։ انجیل میگه که این مرد محصولات زیادی به دست آورد در زمین. Ես մտածում եմ, որ այդ մարդը շատ խելացի է եղել։ من فکر میکنم که این انسان عاقلی بوده. Խելացի է եղել, որովհետև նա աշխատել է, որ այդ բերքը ստացել է։ عاقل بوده برای که کار کرده بود که این زحمت کشیده بود که این ثمر رو به دست آورده بود. Եվ նստեց, մտածեց, ասեց, իմ ամբարները փոքր են։ نشست و فکر کرد گفت که انبارهای ما من کوچیک است. Եվ մտածեց եւ հանկարծ հայտնագործություն արեց։ Քանդեն իները։ و فکرش خطور کرد که انبارها رو خراب کنم تازه و بزرگش رو درست کنم. Եվ թազան սարքեն։ یا تازه درست کرد، نور سرکت. Գիտեք, եւ այդ օրը Աստված այցելեց իրան։ و همون روز خدا مکاشفه شد بهش. Մարդիկ այդ մարդուն ասում էին դու շատ խելոք ես, լավ բերքեր ես ստացել։ مردم به این تعریف میکردن میگفتن تو خیلی آدم عاقل هستی. Բայց Աստված ասեց անխելք։ ولی خدا گفت بیعقل، آدم بیعقل، بی حکمت. Այսօր քո հոգի տանելու եմ։ امروز روح تو رو از تو میگیرم. Քո այդ աշխատածը ումն է մնալու։ اون چه که کار کردی و به ثمر آوردی برای کی میمونه؟ Տեսնում եք, մարդկային իմաստությունը աստվածային իմաստությունից տարբեր է ալարել։ میبینیم که حکمت انسانی با حکمت خدایی فرق داره. Մարդը ուրիշ ձևի է մտածում, Աստված ուրիշ ձևի է մտածում։ انسان یه جور دیگه فکر میکنه ولی خدا جور دیگه فکر میکنه. Մարդը մտածում է կարճ կյանքի համար, Աստված մտածում է երկար կյանքի համար։ انسان برای زندگی کوتاه ولی خدا برای زندگی جاودانه فکر میکنه. Ուրեմն նայենք, ով է իմաստուն մարդը։ حالا ببینیم کی با حکمته. Իմաստուն մարդը նա է, որ մտածում է հավիտենականության մասին։ اونه که با حکمت که درباره زندگی جاودانی فکر میکنه. Բայց անխելք մարդը մտածում է այս կարճ ճանապարհի համար։ ولی آدم بی‌عقل درباره این راه زندگی کوتاه فکر میکنه. Ուրեմն մենք լինենք իմաստուն մարդիկ, որ մտածենք հավիտենական թակավորության մասին։ ما سعی کنیم با امید خدا با حکمت باشیم که درباره زندگی جاودانی فکر بکنیم. Աշխարհը երանելի եւ խելոք մարդկանց այսպես է նայում, ասում է, «Էսի գիտնականը»։ و دنیا مردان با حکمت رو تعریف میکنه میگه این دانشمنده. Ասում է, «Էսի ֆիզիկոս է»։ این فیزیکدانه. Էսի շատ հարուստ մարդ է, էսի շատ խելոք մարդ է։ این خیلی ثروتمنده، خیلی عاقله. Բայց ավետարանը ուրիշ բան ասում մարդուն, որը խելոք է։
ولی انجیل به اون کسی که مثلا که عاقله این به چیز دیگه میگه. Ես դες ուզում եմ մի հատ պատմություն պատմեմ։ میخوام برای شما یه داستانی یه تعریفی براتون بکنم. Մի հատ մեծ գիտնական, یک دانشمند معروف و بزرگی بوده որ շատ գիտություն ա այդպես տիրապետում։ که خیلی دانایی و حکمت داشته. Մի օր գնում ա ծովի ափը։ یه روز میره کنار دریا Այնտեղ ծովի ափին տենում ա մի հատ պստեր երեխայի։ و در اونجا در کنار دریا یه بچه کوچکی رو میبینه Այդ պստեր երեխան նավ ա քշում։ و این بچه کوچک داره یه قایق رو میرونده. Այս գիտնականն ասում ա երեխա, դու ինձ կտանես ծովի մեջ, պատտես։ و این دانشمند به بچه میگه ای بچه تو منو میبری وسط دریا بگردم کمی. Հա, ասում ա, պարոն, իհարկե կտանեմ։ میگه ای آقا این کارو میکنم. Երբ որ նստում են նավը, բավական նավից հեռանում է, տեսքով ափից հեռանում է։ وقتی داخل این قایق میشن و فاصله زیادی دور میشن Այս գիտնականը, որ ինքը գիտի, որ ինքը շատ խելոք է, و این دانشمند که خودش رو خیلی عاقل میدونست ասում է, այ երեխա, դու ֆիզիկայից գաղափար ունես։ میگه ای بچه تو از فیزیک از چیز علم فیزیک هیچ خبر داری؟ Ասում է, չէ, պարոն, չունեմ։ میگه نه آقا من اطلاعی ندارم. Մի քիչ հետո ասում է, բայց քիմիայից էլ չունես։ یکم بعد میگه از شیمی هم هیچی نمیدونی. Մաթեմատիկայից էլ չունես։ ما از ریاضیات هم نمیدونیم. Եվ բավական զրույցի բռնվելով ահագին հեռանում են ափից։ و خیلی که صحبت میکنن خیلی از ساحل دور میشن Մեկ էլ հանկարծ ծովի մեջ փոթորիկ ալը։ و یک دفعه در طوفان دریا طوفانی میشه Ջուրը լցվում է նավի մեջ։ و آب شروع میکنه به ریختن تو قایق. Այս փոքրիկ երեխան շուր է գալիս, այս գիտնականին ասում է, պարոն գիտնական, լողնալ գիտես։ و این بچه به این میگه آقای دانشمند تو شنا کردن بلدی؟ Ասում է, չէ, չգիտեմ։ میگه نه. Ասում է, իսկ ես լավ լողնալ գիտեմ։ میگه من خوب میتونم شنا بکنم. Քո գիտությունը քեզի, քո փողերը քեզի չօգնեցին։ دانش تو پول تو به تو کمک نکرد. Քո սա հեղինակությունը քեզի չօգնեց։ این رسمیت و مقام تو به تو کمک نکرد. Ես հիմա կթռնեմ ջուրը եւ լողալով կթամա։ من حالا میپرم به تو آب و با شنا کنم میرم به ساحل. Բայց դու քո գիտությունով կմեռնես։ ولی تو با دانشت میمیری. Եղբայրներ չան։ برادران عزیز Այսօր ինչու ուզում ես հասած եղի։ به هر چی میخوای رسیده باشی. Եթե Հիսուսին չես ճանաչում, اگر عیسی رو نمیشناسی իր արյան մեջ չես լողացել, در خون عیسی شنا نکردی իր արյունը քեզ չի մաքրել, خون عیسی تو رو تمیز نکرده դու մեռնելու ես։ تو میمیری. Բայց երբ որ դու շատ բաներ չգիտես այդ երկրի վրա, ولی وقتی تو خیلی چیزا در این دنیا نمیدونی շատ سرزمین աղքատ ես, خیلی فقیری ոչ մի գիտություն չունես, و هیچ دانایی نداری փողեր չունես, پول هم نداری ոչ էլ ինչ որ մարդիկ քեզ ճանաչում են, نه مردم تو رو معروفیت داری نمیشناسن բայց դու Հիսուսին ճանաչում ես։ ولی تو عیسی رو میشناسی Դու Հիսուսին ընդունել ես որպես Տեր ու Փրկիչ։ که عیسی را به عنوان ناجی و خداوند پذیرفتی. Հիսուսը քեզ ընդունել է եւ դարձրել է իր որդին։ عیسی تو را پذیرفته و تو را فرزند خودش کرده. Դու մեր որդի ես։ تو فرزند عیسی هستی. Դու պետք է ուրախանաս դրա համար։ تو برای شاد باید بشی. Քո անունը գրված է կյանքի գրքի մեջ։ در نام تو در کتاب زندگان نوشته شده است. Այդ կյանքի գրքի մեջ ոչ ոք չի կարող ջնջի բացի քեզանից։ و در کتاب زندگی هیچ کی نمیتونه این اسم تو را پاک کنه، فقط تو خودت میتونی. Դրա համար մենք ամեն օր խոստովանում ենք, որ Տեր դու ես մեր Աստվածը։ برای اینکه هر روز ما اعتراف میکنیم ای خدای بزرگ تو خدای ما هستی. Մի հատ մենք եղբայր ունեինք, ինքը ննջեց, շատ լավ եղբայր, վրեժ եղբայր է։ ما میشناسم ما یه برادر خیلی خوبی داشتیم پیش خداست فوت ورژ اخبار برادر ورژ. Մի օր մի հատ քույրիկ իրան զանգում է, یک روز یه خواهری تلفن میزنه վրեժ եղբայր, ես ուզում եմ դեր հետ զրուցեմ։ برادر ورژ من میخوام با تو شما صحبت بکنم. Ասել է շատ բարի քույրիկ ջան, خب خیلی خوب بفرمایید.
Ինչ է պատահել։ چی شده؟ Ասում է շատ մեծ դաժան մտքեր ունեմ։ فکرهای بدی دارم. Ցավալի մտքեր ունեմ, որոնք ինձ տանջում են։ خیلی دردناکه به من عذاب میده. Կլինի որ հանդիպենք իրար հետ։ میتونیم که با هم دیگه تماس Ասում داشته է կլինի քույրիկ ջան, բայց ես քեզ մի բան ասեմ։ ممکنه ولی من یه چیزی بگم بهتون خواهر جون. Մինչև հանդիպելն ասենք դու Աստծո աղջիկ ես։ ولی تای ما باید هم دیگه تماس بگیریم تو دانش داشته باش که تو دختر خدا هستی. Դու Աստծո աղջիկ ես։ دختر خدا هستی. Ասում է եւ հեռախոսը դրեցին։ و تلفن رو گذاشتم. Եվ եկավ այն օրը, որ մենք պայմանավորվել ենք, որ ինքը պիտի գա։ و اون روز که قرار گذاشته بودن رسید که باید هم دیگه تماس داشته باشیم. Բայց հետո ինքը չեկավ։ و اون روز خودش دیگه نیومد. Երկրորդ օրն էլ չեկավ։ روز دوم هم نیومد. Երրորդ օրն էլ չեկավ։ سوم هم نیومد. Սա անցավ մի շաբաթ։ یه هفته گذاشت. Եվ ես ասում եմ, ես ինքս ստիվան զանգեցի իրան։ و من خودم مجبور شدم زنگ بزنم. Ասում եմ, ասեցի քույրիկ ջան, բախի չես եկե որ սա դրուցենք իրար հետ։ گفتم خواهر جون چرا نیومدین که با هم صحبت کنیم؟ Եվ այդ քույրիկը այդպես ասեց. Վրեժ եղբայր, դու չասացիր որ դու Աստծո աղջիկ ես։ و اون خواهر گفت برش برادر تو نگفتی من دختر خدا هستم. Ասում եմ, ես այդ խոսքը ամուր բռնեցի։ من این حرف رو محکم گرفتم. Եվ այդ մտքերը ինձ հեռացան։ و این چیزهای فکرهای دردناک از من دور شد. Եվ ես բժշկվել եմ։ و من شفا یافتم. Դու պատկերացրեք որ ավետարանի մի խոսքը կարող է մեծ ուժ տալ։ شما تصور کنید که یک کلام انجیل میتونه خیلی قدرت زیادی به ما بده. Որտեւ ավետարանի ամեն մի խոսքը կենթանի է։ برای اینکه کلام انجیل همیشه زنده است. Այն ընդունակություն ունի ամենախորը անդունդից մեծի հանելու։ و اون قدرت داره که از اعماق منجلاب ما رو بیرون بیاره. Մենակ դու ամուր բռնի նրա։ فقط تو محکم بگیر. Մի օրինակ էլ ասեմ ու ավարտեմ։ یه مثالی بگم و تموم میکنم. Դու պատկերացրեք որ դու օվկիանոսի մեջ խեղդվում ես։ تصور بکنید که در اقیانوس طوفانی غرق میشیم. Եվ հանկարծ մի հատ գերան է գալի։ و یه دفعه یه تیری روی آب شناوره. Այդ գերանը ոնց կբռնեք։ اون تیر رو شما چطور میگیرید؟ Ոնց կգրկեք այդ գերանը։ چطور اون رو آغوش میگیرید؟ Որտեւ գիտեք որ այդ գերանը ձեզ կարա փրկի, չէ՞։ و میدونید که این تیر میتونه شما رو روی آب نگه بداره. Բա որ երկրորդ գերանը գա, و اگه تیر دوم بیاد، երրորդն էլ գա, سوم، چهارم կողքի տնես կլես պարկես վրեն։ و پشت هم میداره میتونه روش بخوابه. Ավետարանի խոսքը ավելի մեծ գերան է։ و این مثالی است کلام انجیل تیر خیلی بزرگ و محکمیه. 45-րդ Սաղմոսի մեջ در مزمور 45 ասում է քոնեղության օրը ինձ կանչի در روز سختی ما رو بخوام եւ ես պիտի գամ و من باید بیایم եւ نگوتونید եւ քեզ պիտի ազատեմ այդ նեղությունից։ و تو را آزاد میکنم از سختیات. Թող Տերը օրհնի բոլորիս։ خدا Մենք برکت էլ շատ بده. նեղության օրեր ենք։ ما هم زحمت زیادی دیدیم. Այդ նեղության օրը բժիշկների դուրը չտեցեն։ در روزهای سختی ما داره Քերիների դուրը չտեցեն։ طبیبا رو نزنیم. Մեր ընկերների դուրը չտեցեն։ رفقا رو در این رو نزنیم. Նեղության օրը Տիրոջ դուրը ծեցեն։ در روز سختی در خدا پیش خدا بریم. Տերը թող օգնի։ خدا کمکتون کنه. Ճիշտ է, ես դες ասացի, որ վերջին օրինակն եմ ասում, բայց չգիտեմ ինչի մի հատ էլ օրինակ եկավ գլխիս։ من گفتم آخری رو میگم ولی یه مثال به یادم اومد. Մեկը մի դեղագործի այդպես վկայում ասում է եւ գիրք է տալիս եւ այդ Սաղմոսի այդ խոսքերն անագիրում։ یه نفر به یه داروساز این حرفا رو میگه و این چه نمیرون؟ Այդ ավետարանի խոսքերը, քոնչության օրը այդ խոսքերը։ و این در روز سختی این اسم مرا بخوان اینا به این داروساز میده. Ասում է հանկարծ նեղություն կունենաս ինձ կկանչես։ Այդ գրքի համարը կկարդաս։ و میگه هر وقت سختی داشته باشی این کتاب میخونی و نام خدا را میخوانی. Եվ մի օր աստվածայներ այդ գիրքը դնում անդեր չի կարդամ։ و این کتاب کنار میذاره و نمیخونه. Եվ մի օր նա պստի աղջիկ գալիս է դեղատուն یک روز دختر کوچکی میاد داروخونه.
Եվ ասում է ռեցեպտը տալիս է ասում է պարոն այս դեղը սարքի մամաստանը հիվանդ է։ و میگه آقا این دعوا رو درست کن مادرم خیلی سخت مریضه Տանեմ որ մամաս խմի առողջանա։ که ببرن مادرم بخوره و شفا پیدا کنه Դեղը սարքում է վրաց տալիս է այս երեխան։ دوا رو درست میکنه میده به این بچه Այս երեխան դուրս է գալի քաղաքի մեջ եւ գնում է տուն։ و این بچه بیرون میاد و داخل خیابان میره خونه Այս դեղագործը մեկ էլ կարդում է ռեցեպտը տենում է այնպես դոզայ արի որ հեխ խմի մեռնելու է։ و این وقتی داروساز نگاه میکنه میبینه یه چیزی نوشته که بخوره فیلفور میمیره اشتباه کرده Որ ես ստա հանցագործություն եմ անում, մարդ եմ սպանելու։ Ինձ գալի են բռնեն, տանեն բերտ նստեն երեխեքս կմնան։ و فکر میکنه که من اشتباه کردم حالا این میمیره میان من رو میگیرن زندان میکنن Եվ հիշում է այդ գրքի խոսքերը։ و به یادش میاره این که کلمات این کتاب Սաղմոս 45։ مزمور 45 Եվ իհարկե ներողություն 50 սաղմոսը։ Դուքի 12 ամառը։ معذرت میخوام مزمور 50-12 Եվ ցենտիա գալիս տում աղոտ կանել։ و زانو میزنه و دعا میکنه Ասում է Տեր Աստված, ինձ օգնի ասում է։ Դու ես ասել, քո նեղության օրը ինձ կանչեցի նեղության օրը։ تازه میگه خدای بزرگ به من کمک کن تو گفتی در روز ساعت نام من بخوام من بهت کمک میکنم Լացելով աղոտ կան։ با گریه دعا میکنه Եվ հանկարծ նորից դուրս ծեցում են։ و دوباره داره میکوبن Տենում այդ աղջիկը հետ այգի։ میبینه این دکتر برگشته Ասում է դեղագործին բժիշկ ասում է նոր որ գնում էի ոտս ընկավ քարին ընկավ այդ դեղը ջարդվավ։ میگه حالا که میرفتم پام به یه سنگ خورده و افتادم این شیشه شکست این دارو Դեղագործն ասում է փառք Հիսուսի Աստված լսեց իմ աղոթքը։ این داروساز میگه شکر بر خدا دعای من رو شنید Տեսնում եք Աստված լսում է չէ աղոթքները։ میبینید Նեղության օրվա ժամանակ։ خدا دعای ما رو میشنوه Մենք էլ եթե նեղություն կունենան, անպայման իմանանք ճիշտ հաստեյով։ ما وقتی سختی هایی داشته باشیم با آدرس صحیح در خدا رو بکوبیم Աստված բոլոր նեղյալներին օգնել է։ خدا به تمام رنجدگان به ما کمک میکنه Էլի օգնելու է։ و بازم کمک میکنه Քաջասիրտ լինենք։ هیچ Քաջասիրտ լինենք։ قوی باشیم Հիսուսը հաղթել է։ عیسی پیروز شده Նա այդ հաղթությունը նա մեզ է տալի։ و این پیروزی رو به ما داده Աստված օրհնեցի։ خدا زورمندمون بکنه Սուրբ Հոգին միշտ այդ ժամ մեր մեջ լինի, روح او همیشه در ما باشه ու մենք իր հետ ընկերություն անենք։ و ما باهاش رفاقت داشته باشیم Աստված զորացնի բոլորին։ خدا برکتتون بده زورمندتون بکنه آمین. آمین Amen.